Ալու ժողովուրդ ջան, զենքը սիրող հայ ժողովուրդ, հայրենիքը պաշտպաններ ձեր համար։ Մի հատ վիդեո ենք գտել, մեր մոտ երջանկություն է այսօր։ Մենք նոր զենք ենք ձեռք բերել։ Իհարկե բացել ենք, արդեն նայել ենք սաղ, բացի մի ոնց որ առաջի անգամ տանն ենք ուզում բացենք նայենք, համ էլ որոշեցինք ձեզ ցույց տալ։ Ոստոնի մարկիրովկա, կարանք կարդակ պաուզա տակ հետո նայեք։ Упаковочный лист. Очень изделие номер գրած սաղ վրան։ Ուրեմն ինչ է, սայգա։ Հիմա ձեզ ուզում եմ ես բան անեմ, ինքը ցելոֆոնի մեջ է sense գալիս զավացքոյ, յուղոտ ցելոֆոնի մեջ է գալիս։ Սայգա MK, ժողովուրդ ջան։ Մարկիրովկեքն ենք նայում։ Սայգա MK 76239-ի վրա։ Խի 762, որտեղ մեր հայկական տարբերակով հարմար պատրոն է, շատ մոշնի է ինքը։ Իհարկե 545-ը սպորտսմենների համար է հարմար։ Մենք ունենք 762-ի մասին վիդեո, այնտեղ ես ասում եմ, էլի, մինչև 150 կիլոնոց ցելերի համար է։ Էսի դիմադրում ամ մինչև 200 գծքենք, այսինքն պրինցիպի, որ լավ նորմալ կրակողի ձեռը լինի, սա որսորները գրեն տակի մի բան, կաբանեք խփենք։ Լոսեք խփենք։ Այս լոսի համար մենք ունենք SKS։ Հիմա ես մի երկու բան ասեմ, համ էլ ինքերս սոքնի ցույց տանք։ Ուրեմն զենք ընտրելուց մի քանի բանի ենք կարևորը նայում, ժողովուրդ ջան, դուք էլ առնելուց նայեք։ Անպայման նայում ենք կրակ մարիչի վրան այս շայբեն։ Մի հատ կրակ մարիչի կհանես, համ էլ ձևը կտենա ոնց են կրակ մարիչ անում։ Ունդը կնոպկակա սխմում ես։ Նույնը կալաշնիկովն է, հոշիմանով չտարբերվում։ Ընդհանրապես Անպայման առնելուց առաջ նայում եք ժողովուրդ ջան, որ ցանկալի է այդ շայբեն վրան լինի։ Շայբեն տեսնում եք։ Այստեղ կլոր շայբա է։ Լինում է որ չի լինում գլատկի, ստեղ մի անգամից դատար կա։ Էդի նշանակում է որ պրոստը դրած է քաշա զենքի վրա ավել ծրած։ Ձգում ես, հենց առածի ճտոցը կարաս թողես, ես կարաս մի հատ է ֆրցնես։ Անպայման չի շատ ձիգ լինի։ Երկրորդը ժողովուրդ ջան, եթե իմ նման սիրար եք մեր նման զենքերի, նայում եք, որ շտիկի տեղն լինի, որ պետք եղած ժամանակ խոցադանակը դնես վրան ու թշնամուն սատկացնես։ Շոմպլը անպայման պետքա լինի վրան։ Իհարկե շոմպլը ցանկալի չի, ես շոմպլով զենքը մաքրել խազում է, բայց շոմպլը պետք է լինի։ Երկրորդ կարևոր բանը, որը շատ կարևոր է, մի հատ կափարիչը հանենք։ Կոչվում է սուխար, հայերեն չորուկ երևի, չգիտեմ ոնց է թարգմանվում, սուխար է կոչվում։ Սուխարը ժողովուրդ ջան, այս մասն է, սա լույսը որ ընկնի վրան, որ դուք տեսնեք, այսի տեսնում եք, այսի սուխարն է, այլի նստը զարատքեն, այսի սուխարն է ժողովուրդ ջան, սա պետքա լինի, անպայման, սա պետքա լինի։ Սուխարի ֆունկցիան ժողովուրդ ջան, ասեմ հեսա ձեզ բացադրեմ պատկերացնես մի հատ բռնես ինձ օգնի։ Նայեք ժողովուրդ ջան։ Այս մագազինը փամփուշտա տուփը, հա? Ինքը պրոշով է, այսինքն ներքև է։ Գնդակը բանը, պատրոնը որ մեջն ալնում, որ բրդում է պատրոնը, ընդ այդ երկաթիկ կա, այս պրոշը բրդում է, զենքը այսպես քիթը բարձրացնում վերև, մտցնում է ստվոլ։ Դա մարտականներին է տենց։ Այս տարբերակում հենց է տենց, այսինքն մարտական մագազինը կարաս խփես վրան։ Պրոստը մեր մեջ երկաթը դրած, դա 10 պատրոն է տեղավորվում։ Նեղն ես ընկնում թշնամին գալիս, հետի հանում շպրտում ես դառնում է 30 պատրոն։ Իսկ կան, որոնք չունեն, իրանք ստե պրոշիկ ունեն, այս կդրված հատվածը չկա։ Հենց ինքն է բրդում ու մտցնում առանց սուխարի է։ Այսինքն մարտական նորմալ մագազինը չի հակնում այդ զենքին։ Մեր դեպքում հակնում է զենքին ու նորմալ բան է լինում։ Դառնում է բայվոյ։ Ստեղ ժողովուրդ ջան, որ շատ չմանանք, չխոնանք, ստեղ կնոպկա է դրած։ Ու երկաթու շիֆտով բռնում է բանը։ Երբ որ մագազինը ծալված վիճակում է, պետախանցելը բաց է, տիպագենք։ Երբ որ մագազինը ծալված վիճակում է, ինքը չի լիցքավորվում, այսինքն որ ասեն չկարանաս կրակես։
Կա վերսիա, որը ծալած կրակում է, դա արտասահման Ամերիկա գնացող սայգեկն են, բայց նրանց մագազինը արդեն մարտականը չի, այսինքն մագազինը վնասվեց, փչացավ, պետք է տնես թազեն առնես։ Ինքու զապաս ունեցածը կամ թշնամու ձեռից վեգալածը չի աշխատելու վրա։ Դա նախընտրեցինք այս տարբերակը։ Դե մենք էլ սարից չենք իջել, մագազինը ծալած կրակել ես որնա։ Մագազինը բացած է, պրիկլադ է, հենակը, բացած է կրակում զենքի կաշտը ժողովուրդ ջան։ Էլի լավ բան ունի, էսի ունի պլանկա պիկացին կոչվածները։ Ֆանարիկա LCO-ա լազերնի պրեցելա, ավել օպտիկայա, ինչ ուզես ես բակավու եթե դնում ես, ռուչկեք, նոշկեք, սաղ վրեն կա, կարաս հարմարցնես։ Այս զենքի միակ թերությունը, որ ինքը թերություն չունի։ Մեկ էլ ունենք լաստышկին խվոստիկ։ Հեսա լաստышկին խվոստիկը զենքը հավաքենք, ձեզ բացադրեմ ինչի համար ա։ Ժորժն, լաստышկին խվոստիկ կոչվածը ծիծերնակի պոչիկ։ Ինքը բայի ոյ մարտականների համար է դրած, բայց ունի մի հատ լավ մոմենտ, այս մեջտեղի հատվածը։ Գրաժդանսկի վերսիաները օպտիկաների պլանկեքի եւ չինական վերսիան ինքը ուրիշ ձև է։ Բայց շատ հանգիստ վրան նստում է։ Սա մի հատ սերիանը գտնում կօգնի մեզ։ Ինքը նստում է ու փակվում է։ Զենք ունենում այս տեսքը։ Ասեմ ձեզ շատ լավ էֆեկտնի է, աշխատում է։ Թերություն ունի, տակից սովորական ուշկա ցելիկով չես կարող պրեցել բռնես։ Ոնց որ SKS-ների վրա են նստում, այն մեր SKS-ի, որը գիտեք։ Բայց ինքը ունենում է այս տեսքը։ Ես էլ այսենց մի հատ այսենց նայենք ընդհանուր, որ պատկերացնեք զենքը։ Այն էլ մյուսյանից, որ պատկերացնեք զենքը։ Հիմա կանք օպշի իտոգի։ Հանենք օպտիկան, մի հատ էլ օպշի անցնենք մեր պրինցիպների վրա, բայց վիդեոն ինչի համար էր, որ ոնց է պետք է առնել զենքը։ Գնաց, դեմից գալիս ենք։ Ուշադրություն ենք դարձնում, որ մեջը լինի շայբեն ժողովուրդ, այս շայբեն պետք է լինի անպայման։ Ուշադրություն ենք դարձնում, որ այս բանը մուշկա կոչվածը ինքը ուղիղ լինի, օսից ուղիղ լինի, պատկերացնում եք, որտև ձյաձը Վանյան զավոդում խմած դնում է ու մի քիչ ծուր անում, հիմնականում Հայաստանում չկա, բայց շատ է պատահել, ռուսական տղեկը նեղվում են դրանից, սա լինի ուղիղ, գալիս ենք ստեղ, ցանկալի է, զենքը լինի սուխարով, ցանկալի չի պարտադիր է, այսենց լինի մագազինը, մեր համար հա, լինի մագազինը, որ մարտականը թուրքի ձերից վեգալես կպես վրեն, սուխարը մեջը հիշում եք, լինի լաստышկին խվոստիկ ցանկալի, այսի արդեն, որտև կալիա վրեն թիթիզ օպտիկան են, մարդկա կրիշկի վրի օպտիկ բան, պիկացինով է դնում, խորտ չեմ տա, հավելավաս տե ունենակ, քանց տե, որտև ինքը խաղալու է, ոնց լինի օրերից մի օր։ Ռուշկին կարելի է փոխել, սրան կարելի է սա փոխել, բայց դա արդեն ցանկության վրա է։ Սայգա MK, Zavod Kalashnikovի իր էմբլեմով, Made in Russia, Ռուսաստանում արված։ Ոչ Իժևսկի, ոչ մյուս, այլ հենց կոնկրետ Kalashnikovի զավոդում։ Սայգա MK 70 գերինի վրա։ Եվ ասում են Իժևսկ, լավա իժ չլնի, Տոզը Տուլսկի զավոդ, Ժորժ ջան, հիմի կասեմ, նոր ընկերս հատուկ ասեց, ձեզ ասեմ, այդ սաղ զավոդները միացել են իրար, իժնել, տոզնել, Իժևսկի զավոդ, Տուլսկի զավոդ, սաղ միացել են իրար, աննը դարել է, Կալաշնիկով, էդի նույն զավոդն է, կանցերն է, ժողովուրդ ջան, նենց որ իժնել, տոզնել, լավ զենք է, մենք տոզ ենք ասում են պուճուր կալիբրին, բայց դե Կալաշը ինքն իրանով տոզ է, Տուլսկի զավոդ է։ Իսկ թվում է ոչինչ լավ վիդեո եղավ, իհարկե այս նորեկների համար է այս վիդեոն, հին մարդիկ լավ էլ գիտեն, որը որից հետո։ Եթե ձեզ դուր եկավ ժողովուրդ ջան, դրեք լայք, այստեղ գրեք պատպիշիցես, զանգակն է, որ սխում եք մեր վիդեոները հակտենակ, մեկ էլ նամակներ գրեք, բաներ կա չենք ասում, բաներ կա ասում ենք, այս մի
որ լավ լինի։ Առաջարկեք ինչ վիդեոներ անենք։ Ինչ վիդեոներ անենք, ինչն է ձեզ հետաքրքիր, այո։ Որ մենք կարողանանք նորմալ օգտակար լինենք ձեզ։ Հայերեն լեզվով։ Հայերեն լեզվով։ Մենք էլ գնանք հրաձգարան կրակենք ու այդ վիդեոներն է գցենք։ Տենանք այս զենքը ոնց է աշխատում, հենց զավոդից հելած ոնց է աշխատում։ Ստեսություն ձեզ։